Շնորհակալություն հանձնաժողովի հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, թույլ տվեք ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության դատախազության 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության դատախազությանը 2026 թվականին պետական բյուջեից նախատեսում է ֆինանսավորում 3 ծրագրերի գծով ընդհանուր 10 միլիարդ 638 միլիոն 660 հազար դրամի շրջանակներում։ Առաջին ծրագիրը դատավարական ղեկավարում և դատախազական հսկողությունն է, երկրորդը մասնագիտական ուսուցումը և որակավորման բարձրացումը, երրորդը փորձաքննությունների ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության դատախազության դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն ծրագիրը ներառում է 3 միջոցառումներ։ Քրեական հետապնդման, դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ծառայություններ, Հայաստանի Հանրապետության դատախազության պահոստային ֆոնդ միջոցառումները և այս տարի ավելացել է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունում Եվրաջասթում Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացուցչի ապահովումը, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում ծրագիրը մասնագիտական ուսուցման և որակավորման բարձրացման կազմակերպում միջոցառումն է, փորձաքննությունների ծառայության ծրագիրը, փորձաքննությունների տրամադրման միջոցառումը։ Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն ծրագրով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 10 միլիարդ 21 միլիոն դրամ։ 2026 թվականին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացվելիք նոր միջոցառում, որը քիչ առաջ նշեցի, Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունում Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացուցչի ապահովում։ Տվյալ միջոցառման գծով ծախսը կազմելու է 82 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Քրեական հետապնդման, դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ծառայությունների տրամադրում միջոցառման մասով նախատեսված է 9 միլիարդ 730 միլիոն դրամ։ 2025 թվականի համեմատ այս հոդվածում ավելացում է տեղի ունեցել 669 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված է մասնավոր պահնորդական ծառայության ձեռքբերումով, մոտավորապես 585 միլիոն, ինչպես գիտենք կառավարության մոտեցումներից է, որպեսզի պահնորդական ծառայությունները չիրականացնեն ոստիկանության աշխատակիցները, այլ մասնավոր պահնորդական կազմակերպությունները։ Հայաստանի Հանրապետության դատախազության պահոստային ֆոնդ միջոցառման մասով նախագիծը բյուջետային նախագծում գումարը կազմում է 208 միլիոն 601 հազար դրամ։ Այստեղ կա 13 միլիոն դրամի աճ, որը պայմանավորված է օրենքի ուժով բյուջեի 2%-ի չափով։ 2026 թվականին քրեական հետապնդման, դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ծառայությունների տրամադրում միջոցառումից 8 միլիարդ 398 միլիոն դրամը կամ բյուջեի ընդհանուր 86.31%-ը նախատեսված է աշխատանքի վարձատրության համար, իսկ մնացած 1 միլիարդ 332 միլիոն դրամը ծառայությունների ապրանքների ձեռքբերման, ինչպես նաև նպաստներ այլ բյուջեից, որոնց մտնում են բնակարանների վարձերի փոխհատուցումը և պարտադիր վճարները։ Աշխատանքի վարձատրության համար 2026 թվականին նախատեսվել է 8 միլիարդ 398 միլիոն, որը նախորդ տարվա կամ ընթացիկ տարվա բյուջեի համեմատ ավելացել է 91 միլիոն 596 հազար դրամով, ինչը պայմանավորված է հավելումներով և աշխատավարձի բնականոն աճով։ Մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում ծրագրով 2026 թվականին նախատեսվում է 5 միլիոն 870 հազար դրամ, նախորդ տարվա համեմատ 4 միլիոն 448 հազար դրամով պակաս, որը պայմանավորված է քննչական կոմիտեի կողմից միջոցառմանը մասնակցելուց հրաժարվելուց, մոտավորապես 100 ունկնդիրներ ունենում քննչական կոմիտեն, փորձաքննությունների ծառայություններ ծրագրով 2026-ին նախատեսվում է 610 միլիոն 968 հազար դրամ, նախորդ տարվա համեմատ փոփոխություններ չկան։ Այսպիսով 2026 թվականին դատախազության բոլոր ծրագրերի գծով նախատեսվել է 10 միլիարդ 638 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ 712 միլիոնով ավել։ Շնորհակալություն։